Մայիսի 24-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևին և շրջակա շրջանին, օգտագործելով տասնյակ հրթիռներ, ներառյալ բալիստիկ և հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ Պատերազմի սկզբից ի վեր երրորդ անգամ օգտագործվել է Օրեշնիկ հրթիռային համակարգը։ Այն հարվածել է Կիևի մարզի Բիլացերկվա քաղաքին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, հավելելով, որ Օրեշնիկից բացի հարվածներ են հասցվել նաև Իսկանդեր, Կինժալ և Ցիրկոն հրթիռներով։ Նշվել է, որ սա պատասխանն է օրերս քաղաքացիական օբյեկտների վրա ուկրաինական ուժերի իրականացրած ահաբեկչական հարձակման։ Հիշեցնենք, մայիսի 22-ի գիշերն Ուկրաինան հարված էր հասցրել Ստարոբիլսկի հանրակացարանին։ Հարձակման պահին շենքում գտնվել է 86 ուսանող։ Այս հարվածներից հետո ելույթ է ունեցել Վլադիմիր Զելենսկին։ Նա Պուտինին անվանել է «Ծեր Օրեշնիկ»։ Մեզ անհրաժեշտ են մեր գործընկերների որոշումները, որպեսզի Մոսկվայում այդ «Ծեր Օրեշնիկն» արտաբերի խաղաղություն բառը, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ռուսաստանի հարվածների ժամանակ Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը։ Հարվածների հետևանքով կոտրվել են դեսպանատան պատուհանները։ Լարված է իրավիճակը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի ներսում։ Դատարանն անվավեր է ճանաչել Ժողովրդահանրապետական կուսակցության համագումարի արդյունքները, որի ժամանակ նոր առաջնորդ էր ընտրվել Օզգյուր Օզելը։ Սակայն Օզելն ու նրա կողմնակիցները չեն ընդունել դատարանի որոշումը։ Բարիկադավորվել են կուսակցության շենքում, կահույքով ու աթոռներով արգելապատնեշներ կառուցել։ Ոստիկանությունը ճեղքել է երկաթյա դարպասները, արցունքաբեր գազ կիրառել և մտել շենք։ Դրանից հետո Օզելը դուրս է եկել շենքից և կոչ է արել պայքարը շարունակել փողոցում։ Մակրոնը 4 տարվա ընթացքում առաջին անգամ զանգահարել է Լուկաշենկոյին։ Ֆրանսիական լրատվամիջոցների համաձայն Մակրոնը մասնավորապես շեշտել է Բելարուսի համար ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության հետ։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Թրամփի հետ համաձայն են այն հարցի շուրջ, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է բացառի միջուկային վտանգը։ Դա նշանակում է Իրանի միջուկային հարստացման կայանների ապամոնտաժում և հարստացված ուրանի դուրսբերում երկրից, գրել է Նեթանյահուն։ Եվ վերջում, մեկ օրում 274 լեռնագնաց նվաճել է Էվերեստի գագաթը։ Նրանք բոլորը բարձրացել են լեռը Նեպալի կողմից։ Ընդհանուր առմամբ Նեպալն այս տարի տրամադրել է Էվերեստ բարձրանալու 494 թույլտվություն, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է $15,000։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։